Սիրելի հայրենակիցներ, բարի լույս։ Մի հարցով եմ ուզում ձեզ կիսվել եւ ձեր կարծիքը իմանալ։ Յուրաքանչյուր ընտանիք մեզանից յուրաքանչյուրը առնչվում է բանակի հետ, հայկական բանակի հետ, համալսարանների հետ։ Յուրաքանչյուր ընտանիքում ուսանողներ կան, ծառայողներ կան կամ հարազատներ, մեզանից շատերն են ծառայել, սովորել։ Եվ հատկապես բանակում իհարկե ծխախոտի օգտագործումը շատ վատ ազդեցություն ունի համ կանոնադրական հարաբերությունների տեսանկյունից, համ սոցիալական տեսանկյունից։ Մեկը կարողանում է լավ սիգարետ գնել, մյուսը չի կարողանում, իրարից են ուզում սիգարետ ծխելու հատուկ վայրեր կան, այնտեղ զրույցներ են տարբեր տեսակի տեղի ունենում։ Ես որպես զինծառայող նաև առնչվել եմ այնպիսի իրավիճակների հետ, երբ որ շատերը իմ զինծառայող ընկերներից չծխող եկել են բանակ եւ այդ վարակիչ վատ սովորույթը վերցրել են եւ ծխող վերադարձել են իրենց ընտանիքները, հասարակություն եւ իհարկե նույնը վերաբերվում է նաեւ համալսարաններին։ Մենք նաեւ նույնիսկ 90-ականների վերջերին 2000-ականների սկզբներին իրավիճակ ունեինք, որ հատիկով սիգարետ էին վաճառում, որովհետեւ երիտասարդները, ովքեր չէին կարողանում, չէին աշխատում, չէին կարողանում իրենց թույլ տալ տուփով առնել, ասենք մեր համալսարանում կարգնում հատիկով էին առնում սիգարետը, մի քան 10-20 դրամ վճարում էին 30 դրամ, բայց դա նույնպես բերում էր սիգարետի այդ վատ սովորույթի տարածման է, եւ գիտենք, որ այդ վատ սովորույթները արագ տարածվելու բնույթ ունեն։ Ես առաջարկում եմ հետեւյալը, որ քանի որ մինչև 18 տարեկան երիտասարդների վաճառքը արգելված է, մենք այդ շեմը սարքենք մինչև 21 տարեկան, ոնց որ շատ երկրներում կա, օրինակ ԱՄՆ-ում, եթե դու ուզենաս սիգարետ գնել մինչև 21 տարեկան չես կարող, ավելին ասեմ, եթե նույնիսկ որևէ սրճարանում կամ ռեստորանում նստած լինես եւ մինչև 21 տարեկան երիտասարդը ցանկանա գարեջուր գնել, նրան չեն վաճառի ուղղակի, որովհետև ID քարտ են ուզում միջև վաճառելի եւ աշխարհում տարբեր երկրներ կան, բազմաթիվ երկրներ, որտեղ գործում է։ Մեզ մոտ նաեւ շատ բնույթ է, շատ կարևորություն է պետք տալ այս հարցին, որովհետև երիտասարդը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում եւ 18 տարեկանն է շեմը եւ ընտանիքներից հեռու գտնվելով, շատ արգելող բաներից հեռու գտնվելով, նաեւ միջավայրից հեռու գտնվելով, մի քիչ էլ, չգիտեմ, կարոտից, մյուսների օրինակին հետևելու այդ բանից ելնելով, բնույթից ելնելով, սկսում են ծխել, որը շատ վատ իհարկե բան է։ Մենք ուզում ենք, որ բանակից վերադարձողներ, մեր երիտասարդները, հայրենակիցները ունենան մտավոր ֆիզիկական գիտելիքներով հարուստ, շատ ավելի լուրջ կարողություններ եւ իհարկե չծխող մեկին ճանապարհելը բանակ եւ ծխող ստանալը ընտանիքի համար իհարկե շատ վատ, ել չեմ ասում հենց իր համար, շատ վատ երևույթ է։ Ես առաջարկում եմ, որ սա արմատախիլ անենք, փորձենք բոլոր ուժերը մոբիլիզացնել, սկսած օրենսդրական արգելքից։ Ես ուզում եմ, որ ձեր կարծիքը իմանալ սրա մասին, սա ընդհանրապես իմ կարծիքն է եւ շատերի հետ իհարկե գործընկերների հետ խոսել եմ, տարբեր կարծիքներ են հնչում, սկսած նրանից, որ արգելքը չի աշխատի, վերջացած նրանով եկեք էֆեկտիվությունը բարձրացնենք արգելքի եւ այլ։ Իմ կարծիքով մենք պետք է հայտարարենք, որ մինչեւ 21 տարեկան արգելվում է զորանոցների տարածքներում, համալսարանների տարածքներում արգելվում է ընդհանրապես վաճառքը, տալը ընտանիքները չեն կարող բերել եւ այդ բերից նույնպես նրանք էլ կազատվեն, որ այդտենց ամեն ամիս պետք է սիգարետ բերեն տան իրենց ծառայող երեխային եւ այլն, եւ այդպես շարունակ։ Խնդրում եմ ձեր կարծիքը այս մասով ասել, շատ եմ դա կարևորում, որից էլ նաեւ կբխեցնեմ իմ հետագա գործողությունները եւ քննարկումների այս ցիկլի շարունակությունը։ Շնորհակալ եմ անչափ ձեր կարծիքի համար եւ շատ գնահատում եմ, խնդրում անպայման մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը այս հարցի մասին։ Լավ օրը մաղթում ձեզ։